Բարձրացել են պատվանդանին մինչև անգամ։ Միջոցառում են դիտում ու վայելում Թումանյանի արձանի բարձրակետից։ Ամենայն հայոց բանաստեղծի վեհաշուկ արձանը մեր ինքնությունը, պատմական ու մշակութային հիշողությունը խորհրդանշող կարևորագույն արժեքներից է, ասում է բանասեր Դիլբարյանն ու ընդգծում, արձանի նկատմամբ նման դրսևորումները միանգամայն անընդունելի են։ Երբ դու բարձրանում ես նրա վրա քոշիկներով եւ այլն, դու ոչ միայն բարոյապես այսպես բավական պղծության արժանի գործ ես անում, այլև ուղղակի դնաս ես հասցնում այդ քարին եւ պատվանդանին, այսինքն դու վտանգի ես ենթարկում Երևան քաղաքի կենտրոնական այդ հրապարակում գտնվող հուշարձան։ Ոչ ոք դրան չի հետևում։ Ըստ մասնագետների անկրթության եւ ամենաթողության հետևանք են այսպիսի գործողությունները։ Գուցե իրավապահներն են թերանում։ Ով է խնդրի լուծման հասցեատերը։ Եթե նարդի խաղացողի արձան է տեղադրված, դիմացը նստել նարդի խաղալ ուղղակի անմտություն է եւ չի կարելի եւ կռեղկություն է։ Գլոբալ աշխարհում փորձում են արվեստը իջեցնել պատվանդանների, սպեցարվեստը սակրալ արժեք է եւ պետք է միշտ լինի բարձր եւ հասանելիության իմաստով ինչ-որ մի կետ կա, որից այն կողմ անցնել չի կարելի։ Փորձագետները նկատում են, սա բարոյապես շատ նսեմ վարքագիծ է, հեռու հայկական մենթալիտետից։ Հանրային վարքականոնը պաշտպանելու համար ըստ մասնագետի կրթօջախներից սկսած պետք է երեխաներին բացատրել, թե ինչ նշանակություն ունեն մշակութային արժեքները։ Արժեքը մշակութային կրող պետք է լինի, իսկ կրողին սովորեցնող պետք է լինի։ Մենք ունենք արդյոք դպրոցներում դասընթացներ, կամ ես կարծում եմ դա մանկապարտեզներից պետք է սկսել։ Չինաստանում պարսպին մեկը մտեցավ այդպես հենվեց ու չգիտեմ ինչ էր անում, անմիջապես հայտնվեց ոստիկանը եւ արգելեց։ Քանդակագործ Գևորգյանն էլ նկատում է հասարակության մեջ ձևավորված այս վարքագիծը գլոբալ համացանցային քարոզի արդյունք է։ Որսում են, չգիտեմ, ծաղրանգարի վերածել արձանը չէ, ունեցանք դեպք, երբ որ Մայր Հայաստանի ձեռքին սրի փոխարեն քաբաբ էի ֆոտոշոփարել եւ ներկայացնում էին դա որպես ինչ-որ մի հատ քաղաքական ֆակտերի հատված։ Եթե չկան վերահսկողական մեխանիզմներ, ապա նման դեպքերը անխուսափելիորեն կաճեն։ Փորձագետները հորդորում են ուշադրության կենտրոնում պահել այսպիսի արատավոր երևույթներն ու սահմանել վարչական պատասխանատվություն կանխելու անօրինականությունները։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։